Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին խաբում եւ թունավորում են Վենեսուելայի եւ վենեսուելացի միգրանտների նկատմամբ ատելությամբ այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն, դիմելով Սպիտակ տան ղեկավարին Վենեսուելանա դե տելևիժոն հեռուստաալիքի եթերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ թույլ մի տուր, որ թունավորվես Վենեսուելայի նկատմամբ ատելությամբ, դու ամեն օր թունավորվում ես ստերով, ասել է Մադուրոն դիմելով ամերիկացի առաջնորդին։ Նա ընդգծել է, որ ինքը պաշտպանում է Վենեսուելայի քաջարի ժողովրդի եւ Միացյալ Նահանգներում գտնվող վենեսուելացի միգրանտների արժանապատվությունն ու պատիվը։ Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս կոչ է արել ավելի խիստ ներգաղթային քաղաքականություն վարել։ Նա հայտարարել է, որ մտադիր է իրականացնել Ամերիկայի պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ արտաքսման գործողությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը երեխայի պես է վարվում, երբ կոշտ քննադատում է պետության ղեկավարին, հաղորդում է The Wall Street Journal-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն Թրամփի օգնականները հունիսի 5-ի օրվա մի մասն անցկացրել են, փորձելով հասկանալ, թե ինչի էր փորձում հասնել գործարարը այս հակամարտության մեջ, սակայն ամերիկացի առաջնորդն իր խորհրդականներին ասել է, որ Մասկը պարզապես երեխայի պես է վարվում։ Գործարարի կոշտ հարձակումներն ու ագրեսիվությունը ցնցել են Թրամփին, նշել են հրատարակության աղբյուրները։ Նրանց տեղեկությունների համաձայն պետության ղեկավարը մինչ այժմ փորձել էր հարթել Մասկի հետ առկա հակասությունները եւ չէր պլանավորում հրապարակային բախման մեջ մտնել նրա հետ։ Չնայած Թրամփի շրջապատը կարծում էր, որ իրենց հարաբերությունների փլուզումը նախապես որոշված էր, հինգշաբթի օրը բռնկված սկանդալը անակնկալի բերեց Սպիտակ տան պաշտոնյաներին։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի աշխատակիցները չեն բացառում, որ այժմ նրանք կազատվեն աշխատանքից, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը պետք է համաձայնության գա Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության եւ սպառազինությունների վերահսկման վերականգնման շուրջ։ Այս մասին նա ասել է Քոսուտ ռադիոյի եթերում։ Սպառազինությունների մրցավազքից խուսափելու միակ միջոցը մյուս կողմի հետ սպառազինությունների վերահսկման մասին համաձայնագիր կնքելն է։ Այդ իսկ պատճառով նույնիսկ պատերազմական պայմաններում մենք պետք է զինադադարի ձգտենք, ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը Եվրամիությանը մեծ առևտրային ներուժ է տվել, ուստի այն պետք է վերականգնել։ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Ուկրաինայի հարցի քննարկումը նվազագույնի կհասցվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին չնյարդայնացնելու համար, հայտնում է Reuters-ը, հղում անելով աղբյուրներին։ Այս ամիս Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կազմակերպող պաշտոնյաները ձգտում են այն կրճատել, սահմանափակել Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները եւ կազմակերպել հանդիպումներ, որպեսզի Զելենսկին կարողանա ինչ-որ կերպ մասնակցել առանց Թրամփին հրահրելու, ասվում է հրապարակման մեջ։ Հունիսի 24-ից 25-ը Հաագայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ չունի ուկրաինական հակամարտության ժամանակ Կիևի կողմից մարտական գործողություններին մասնակցող ֆրանսիացիների թվի մասին։ Այս մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Ոչ, պատասխանել է նա հաղորդավարի հարցին, որովհետև նրանք Ուկրաինա ժամանելուց հետո դեսպանատանը չեն գրանցվում։ Հարցը բարձրացվել է տարածաշրջանային Le Progress թերթում հրապարակման համատեքստում, որը վերաբերում էր 21-ամյա ֆրանսիացի վարձկանի մահվանը Դոնեցկի մոտ, որը կամավոր կերպով անդամագրվել էր Ուկրաինայի զինված ուժերի օտարերկրացիներից կազմված գրոհային ստորաբաժանման մեջ։ Նախարարը հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարությունը իրենց հայրենակցի մահվան մասին իմացել է միայն լրատվամիջոցների հրապարակումից, եւ այժմ Կիևում գտնվող դեսպանատունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։ Ռոսատոմը պատրաստ է կարգավորել իրանական միջուկային հարցի կարգավորման հետ կապված ցանկացած տեխնիկական հարց։ Այս մասին լրագրողներին հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը լուծելու ցանկացած տեխնիկական հարց, եթե քաղաքական որոշումներ կայացվեն եւ բազմակողմ ձևաչափով համաձայնություններ ձեռք բերվեն այսպես կոչված իրանական խնդրի վերաբերյալ։ Իրանի հետ միջուկային ոլորտում մեր համագործակցությունը զարգանում է, ասել է նա։ Լիխաչովը նշել է, որ Իրանի հետ միջուկային ոլորտում համագործակցությունը զարգանում է միջուկային էներգաբլոկների կառուցման եւ Բուշերի ատոմակայանի առաջին գործող բլոկին վառելիք մատակարարելու առումով։ Ռոսատոմը նաև համագործակցում է Իրանի հետ խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում։ Դանիան այս ամռանը կամրապնդի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում տեղակայելով անորոշ քանակությամբ F-16 կործանիչներ, 2 EH-101 ուղղաթիռներ եւ 1 ռազմական ֆրեգատ, ինչպես նաև ավելացնելով ցամաքային բարեկությունները, հայտարարել է Գրենլանդիայի կառավարությունը։ Դանիայի զինված ուժերի առաքելությունները Գրենլանդիայում կամրապնդվեն ամռանը ներկայությունը մեծացնելու նախաձեռնությունների եւ զորավարժությունների միջոցով։ Նախաձեռնությունները ի թիվս այլ բաների ներառում են հետևյալը. 2 ուղղաթիռների տեղակայում, ֆրեգատի տեղակայում, կարևորագույն ենթակառուցվածքների ցամաքային բարեկություններ, F-16-երի տեղակայում կանգերլուսոակ բնակավայրում, ասվում է կղզու արտաքին գործերի եւ գիտության նախարարության հայտարարության մեջ։ Հրապարակման համաձայն Դանիայի զինված ուժերը նաև պլանավորում են ձմեռային հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ։ Եվրամիությունն կարող է Ռուսաստանին ներառել փողերի լվացման թույլ վերահսկողություն ունեցող երկրների իր սև ցուցակում որպես Մոսկվայի վրա ֆինանսական ճնշում, այս մասին հայտնում է Financial Times-ը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Ռուսաստանին ցուցակում ընդգրկելու հնարավորությունը։ Դրան կողմ է Եվրախորհրդարանի անդամների մեծամասնությունը, սակայն որոշումը դեռ չի ընդունվել, չնայած հսկայական աջակցությանը։ Նշվում է, որ երկրների ամբողջական ցուցակը պահանջում է Եվրախորհրդարանի падգամավորների մեծամասնության հավանությունը։ Այն պետք է հայտարարվեր այս շաբաթ, սակայն հետաձգվել է վարչական պատճառներով։ Ռուսաստանի Դաշնությունը ուրախ է վերսկսել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Երևանում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։ Ռուսաստանը շահագրգռված է զարգացնելու եւ ընդլայնելու Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը։ Այսօր մենք բնական դաշնակիցներ ենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ասել է Մատվիենկոն։ Ռուսաստանի Դաշնության վերին պալատի նախագահը նշեց, որ 2025 թվականը ֆաշիզմի դեմ պայքարի 80-ամյակն է, որը խորհրդային միության բոլոր ժողովուրդների հաղթանակն է եւ շնորհավորելով այդ կապակցությամբ հիշեցրեց, որ մոտ 600,000 հայ է մասնակցել հայրենական մեծ պատերազմին, տվել 100-ից ավելի հերոս, 5 մարշալ եւ 1 ծովակալ։ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը ընդմիշտ մոտեցրել է երկու ժողովրդին, իսկ Երևանում անցկացված անմահ գնդի երթին մասնակցել են ռեկորդային թվով քաղաքացիներ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահը ընդգծել է նաև Հայաստանի հետաքրքրվածությունը Բրիսկի խորհրդարանական վեաժողովին։ Մենք անցկացնում ենք միջխորհրդարանական արդեն 39-րդ նիստը, ինչը նշանակում է, որ այս ֆորմատը պահանջված է արդյունավետ եւ այն նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, նշել է Մատվիենկոն։ Նրա խոսքով այն նպաստում է նաև երկրի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը որոշ ժամանակ դժգոհ է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկից նրա անկանխատեսելիության եւ ենթակայության պահանջներին չենթարկվելու պատճառով։ Ուայլսը հոգնել է Մասկի անկանխատեսելի բնույթից եւ կառավարման հիերարխիան հարգելու նրա անկամությունից։ Գրում է հրատարակությունը, թերթը գրում է, որ Ուայլսի եւ Մասկի միջև տարաձայնությունների իրական պատճառը կարող է լինել նրա քաղաքական համակրանքը Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի նկատմամբ, որի թիմից Ուայլսն ինքը մի ժամանակ հեռացել էր։ Սակայն Մասկին մոտ կանգնած աղբյուրը հերքել է, որ ձեռնարկատերը վատ հարաբերություններ ունի Ուայլսի հետ։ Աղբյուրները թերթին նաև հայտնել են, որ ձեռնարկատիրոջ լիբերտարիանական հայացքները կարող են լինել Մասկի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի միջև լարվածության պատճառը։ Բացի այդ, ըստ թերթի Սպիտակ տան պաշտոնյաները նյարդայնացել են այն բանից, թե ինչպես է Մասկը իր գաղափարները առաջ մղել նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել փոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ մոտեցումը եւ խոսել նրա հետ, այլ ոչ թե նրա մասին։ Եկեք դադարենք Դոնալդ Թրամփի մասին խոսել բարձրացված ցուցահամատը եւ դժգոհ արտահայտությամբ ասել է կառավարության ղեկավարը Բերլինում կայացած ընտանեկան ձեռնարկությունների օր համաժողովում։ Մենք պետք է խոսենք նրա հետ, այլ ոչ թե նրա մասին, հավելել է Մերցը։ Կանցլերը կարծում է, որ ԱՄՆ վարչակազմը բաց է քննարկումների համար եւ պատրաստ է ընդունել այլ կարծիք։ Դուք կարող եք խոսել ամերիկացիների հետ, բայց չեք կարող թույլ տալ, որ ձեզ վախեցնեն, ասել է նա։ Մերցը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Թրամփի հետ հանդիպման ժամանակ նա Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ այլ կարծիք է հայտնել, քան ԱՄՆ նախագահ։ Եվ ոչ միայն տարաձայնություն չի առաջացել, այլև մենք այս թեման կրկին մանրամասն քննարկել ենք ճաշի ժամանակ, ասել է կանցլերը։ Մերցը ուրբաթ օրը վերադարձել է Վաշինգտոնից, որտեղ 5-շաբթի օրը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ։ Հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ սենսացիոն ցուցմունք է ստացել Ստեփանակերտում բեցալցակայանի հրդեհից տուժած արցախցիների մասին։ Նա մանրամասներ է ներկայացրել իր ստացած տեղեկություններից։ Այս պահի դրությամբ 22 անհետ կորածներ ունենք, նրանց ծնողները ուղղակի անհուսության մեջ են, չգիտեն ինչ անեն, չգիտեն ում դիմեն, եւ հիմա բենզալցակայանի պայթունից արվածքներ ստացած Գայանե Թովմասյանի խոսքն եմ ես փոխանցում, Տիկին Գայանեն պնդում է, որ իր ներկայությամբ, երբ որ ինքը այրվածքներ է ստացել եւ իրեն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոցում տեղ չի եղել, իրեն տեղափոխել են ռուսական ռազմաբազա, այնտեղ ինքը տեսել է ադրբեջանական պետհամարարիչներով շտապ օգնության մեքենաներ եւ հիմա ես փոխանցում եմ խոսքը, որ այդ մեքենաները վիրավորներին, այրվածներին հայազգի բնականաբար տեղափոխել են Շուշի, թե հետո ինչ է եղել, այո, թե հետո ինչ է եղել տղաների հետ, առ այս պահը որևէ տեղեկատվություն չկա։ Սյունիքում սահմանահատած եւ Ադրբեջանի տարածքում հայտնված երկու անչափահասներից մեկը Արավուս գյուղից է, մյուսը տեղից։ Այս մասին հայտնել է տեղ համայնքի ապրելու երկիր խմբակցության ավականու անդամ Արգամ Հովսեփյանը։ Նրա խոսքով անչափահասները գիշերը ժամը 01:00-ի սահմաններում ձիերով գնացել են սահմանին մոտ, մեկ այլ ձի բերելու համար մոտեցել են սահմանին ու բռնվել։ Հովսեփյանը նշել է, սպասում են, թե պետությունը ինչ քայլեր կանի երիտասարդներին հետ բերելու համար։ Վերահսկողության արդյունքներով 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Արդյունքները զեկուցվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են գլխավոր դատախազություն, նշել է Պետրոսյանը։ Նրա խոսքով վերահսկողության արդյունքում բացահայտվել են համախառն ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամի խախտումներ, անհամապատասխանություններ ու շեղումներ։ Պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 922 միլիոն դրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեն շրջագայում է քաղաքապետարանի ու թաղապետարանների շենքերով։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Նա նշել է, երևույթի պատճառը կոռուպցիան է, որի մեջ թաթախված է այս իշխանությունը։ Կամ դու որպես ղեկավար ինքդ ես թաթախված քո ստորադասների կոռուպցիայի մեջ եւ վերում քեզ բաժին են տալիս։ Կամ էլ թե դու ընդհանրապես թաթախված չես, քո համակարգում ներստորին կամ միջին օղակները զբաղված են կոռուպցիա, նշանակա դու քո տեղում չես։ Դու սխալ կադրեր ես ընտրում, դու կառավարումից կիլոմետրով հեռու ես, բայց Տիգրան Ավինյանի պարագայում սա նորություն չի։ Նա տեսեք Անիֆի հետ կապված օրը մի սկանդալ պայթում է, օրը մի բացահայտում պայթում է եւ այդ նույնպես որ ճակերտավոր բնականon իր գործունեության մեջ է, բայց այլ կուզեմ ընդհանրացնել խոսքս ինքը բացառություն չէ։ Ինքը ընդհանուր քաղաքացիական պայմանագրի այդպես մոզաիկայի մի մասն է կազմում, իսկ այս ամեն ինչի թիվ 1 եւ պատասխանատուն եւ մեղավորը եւ հաշվետուն հանրության առաջ դա Նիկոլ Վովայի Փաշինյանն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը մոտ ապագայում հանրության առաջ այլ կարգավիճակով բացատրություններ է տալու։ Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանը ազգային ժողովում հարց է ուղղել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին քննչական կոմիտեից $500,000-ից ավել գումարի հափշտակության մասին։ Նա նշել է, Արթուր Պողոսյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլև գործի բացահայտման դափնիները սեփականաշնորհեց։
Պատգամավորի հարցադրմանն ի պատասխան քննչական կոմիտեի նախագահը հակադարձեց. Հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը, ուշադիր լսեք իմ բառերը, խնդրում եմ, քննիչի ոչ թե վարչության պետի, այլ վարչության պետի պաշտոնակատարի առնչությունը դեպքին, այլ խոսքով ասած, անձի ինքնությունը բացահայտվել է քննչական կոմիտեի գործող քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա։ Սա բացահայտում է հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը։ Ես դափնիներ չեմ ուզում։ Հանցագործության դեպքը բացահայտվել է մեկ մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել քննչական կոմիտեի գործող քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է հանցակատարած անձանցից մեկը, պաշտոնատար անձը բացահայտվել է եւ կծիկը դրանից հետո բացահայտվել է։ Ձեռնարկատեր եւ միլիարդատեր Իլոն Մասկը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին հայտարարել է երկրին 2025 թվականի երկրորդ կեսին սպասվող ռեցեսիայի մասին, վարչակազմի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հաղորդվել է գործարարի X էջում։ Թրամփի մաքսատուրքերը կհանգեցնեն ռեցեսիայի այս տարվա երկրորդ կեսին, գրել է Մասկը։ Նա այսպես է արձագանքել X-ի օգտատերերից մեկի հրապարակմանը, որը հայտարարել էր, որ Թրամփի մաքսատուրքերը լիակատար անհեթեթություն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի կողմից ռուսական ռազմական օդանավակայաններին հարվածելու որոշումից եւ Սպիտակ տունը քննարկում է Կիևին աջակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է The Atlantic-ը հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով Թրամփը մասնավոր զրույցներում դժգոհություն է հայտնել այն փաստից, որ հարվածները կարող են հանգեցնել հակամարտության սրման։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումը կրկին արթնացրել է Սպիտակ տան ղեկավարի դժգոհությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ եւ նոր վեճեր է առաջացրել ԱՄՆ նախագահի վարչակազմում Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ։ Պարբերականը պնդում է, որ Թրամփը Զելենսկիին անվանել է վատ եւ տաք գլուխ տղա եւ կարծում է, որ նա հրահրում է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Աղբյուրներից մեկի խոսքով Ուկրաինայի նախագահը պետք է ամբողջությամբ կենտրոնանա Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների վրա։ Միավորված ազգերի կազմակերպությունը կարծում է, որ բանակցությունները ցանկացած հակամարտությունը դադարեցնելու լավագույն միջոցն են, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը միշտ էլ համարել է, որ ցանկացած հակամարտություն պետք է դադարեցվի բանակցությունների միջոցով։ Մինչ այս Թրամփը հայտարարել էր, որ դեռ չի ուսումնասիրել սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագիծը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, բայց որոշումն ինքը կկայացնի։ Կիևի ձախ արևելյան ափին ավելի քան 2000 բնակարան մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է Կիևի քաղաքական պետական վարչակազմը։ Ներկայումս մայրաքաղաքի ձախ ափին 2167 բնակարան մնում է առանց էլեկտրաէներգիայի, ասվում է վարչակազմի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Քաղաքային իշխանությունների խոսքով նրանք նախատեսում են վերականգնել էլեկտրամատակարարումը 24 ժամվա ընթացքում։ Ֆրանսիական միջուկային զսպման սկզբունքը զուտ ազգային բնույթ ունի եւ չի կարող տարածվել այլ եվրոպական երկրների վրա կամ կիրառվել նրանց շահերից ելնելով։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ի թղթակցի զրույցում հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի թոշակառու գնդապետ եւ ֆրանսիական արտասահմանյան լեգիոնի վետերան Ժակ Օգարը։ Մեկնաբանելով նախագահ Էմանուել Մակրոնի գաղափարները ֆրանսիական միջուկային զինանոցի հնարավոր եվրոպականացման վերաբերյալ, միջուկային զսպման սկզբունքը կարող է կիրառվել միայն ֆրանսիական պետության կողմից Ֆրանսիայի ֆրանսիական շահերի նկատմամբ։ Այն պահից, երբ թույլատրվում են այլ ազգերի, այլ պետությունների, այլ շահերի մուտքը ֆրանսիական միջուկային զսպման սկզբունքը փլուզվում է։ Ասաց Օգարը, նա հղում է արել ֆրանսիական զսպման դոկտրինի ստեղծողներին, ինչպիսիք են Շարլ դը Գոլը եւ Պիեր Մարի Գալուան։ Գնդապետը կասկած է հայտնել, որ պարոն Մակրոնը կարող է միջուկային բախման ռիսկի դիմել հանուն Գերմանիայի, Բալթյան կամ Լեհաստանի շահերի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ գործարար Իլոն Մասկի միջև վեճը ԱՄՆ ներքին գործ է ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Սյանը։ Սրանք ԱՄՆ ներքին գործեր են, ասել է դիվանագետը ի պատասխան ՌԻԱ Նովոստիի խնդրանքին մեկնաբանելու Մասկի եւ Թրամփի միջև հրապարակային վեճը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ միլիարդատեր Իլոն Մասկը 5 շաբթի օրը հրապարակավ բախվել են ԱՄՆ նախագահի առաջարկած բյուջետային օրինագծի շուրջ, որը Մասկը 3 շաբթի օրը անվանել է զզվելի։ Գործարարը 4 շաբթի օրը նաեւ կոչ է արել չեղարկել օրինագիծը։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ մահմեդական երկրները պետք է դադարեցնեն Իսրայելի ցուցաբերվող օգնությունը եւ թույլ չտան նրան Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ հետագա դաժան գործողություններ իրականացնել, հաղորդում է Մեհրը։ Այաթոլլահ Խամենեին կոչ է արել միլիոնավոր մահմեդական ուխտավորների ամբողջ աշխարհից, ովքեր Մեքքայում են իրենց ծեսերը կատարելու համար, պահանջել իրենց կառավարություններից կատարել իրենց պարտքը Գազայում եւ Արևմտյան Ասիայում տեղի ունեցող աղետների նկատմամբ։ Պաղեստինը բռնազավթող սիոնիստական հանցավոր խմբավորումը սարսափելի դաժանությամբ եւ չարությամբ Գազայում տեղի ունեցած ողբերգությունը հասցրեց անհավանական մակարդակի։ Պաղեստինցի երեխաներն այսօր մահանում են ոչ միայն ռումբերից, փամփուշտերից ու հրթիռներից, այլև ծարավից ու սովից։ Հարազատներին սքացող ընտանիքների թիվն օրեցօր աճում է։ Մահմեդական կառավարությունները կարող են տարբեր քաղաքական հայացքներ ունենալ տարբեր հարցերի շուրջ, բայց դա չպետք է խանգարի նրանց համաձայնության գալ եւ համագործակցել Գազայում սարսափելի իրավիճակի դեպքում, նշել է Իրանի գերագույն առաջնորդը։ Ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Պակիստանի հետ լարվածության սրման ֆոնին Հնդկաստանը ենթարկվել է ավելի քան 100 միլիոն կիբերհարձակման, հաղորդում է The Times of Indian հղում անելով իր աղբյուրին։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի նախագահությամբ կայացած կաբինետի նիստում քննարկվել են Պակիստանից կիբերսպառնալիքների աճը եւ հաքերային հարձակումների աճը, որոնք ապրիլ-մայիս ամիսներին գերազանցել են 100 միլիոնը։ Վարչապետը կոչ է արել ամրապնդել ազգային առցանց հարթակների պաշտպանությունը կիբերհարձակումներից եւ բարձրացնել բոլոր պետական մարմինների պատրաստվածությունը դրանց հակազդելու համար, հաշվի առնելով ժամանակակից պատերազմներ վարելու փոփոխվող եղանակները։ The Times of India-ին ասել է աղբյուրը։ Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծման ռեժիմը, այս մասին հաղորդել է միության պաշտոնական կայքը։ Հունիսի 5-ից հետո ուժի մեջ կմտնեն Բրյուսելի եւ Կիևի միջև կնքված համաձայնագրի սովորական կանոնները, կգործեն քվոտաներ, որոնք թույլ կտան ապրանքների խիստ սահմանափակ ծավալների ներմուծում առանց մաքսատուրքի կամ արտոնյալ դյուրքաչափերով։ Արևմտյան վերլուծաբանները, ովքեր բարձրաձայն հայտարարում են ռուսական սպառնալիքի մասին, պետք է վերանայեն իրենց տեսակետները, քանի որ Մոսկվան որևէ դրդապատճառ չունի լայնածավալ հակամարտություն սկսելու ՆԱՏՕ-ի հետ, հաղորդում է The National Interest-ը։ Ռուսաստանն արդեն հաջողությունների է հասնում Ուկրաինայում, Վլադիմիր Պուտինը որևէ պատճառ չունի ռազմական գործողությունները սրելու։ Արևմուտքում նրանք, ովքեր բարձրաձայն զգուշացնում են հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի մասին, հատկապես հաջակողմյան շրջանակների ներկայացուցիչները պետք է մեղմացնեն իրենց հռետորաբանությունը, ասվում է հոդվածում։ Պարբերականը շեշտում է, որ Ռուսաստանի նախագահը միշտ հասկացել է իր որոշումների հետևանքները, նույնիսկ եթե արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետները միշտ չէ, որ դա հաշվի են առել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակվել է նախկին ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի սեռական հանցագործությունների գործով։ Այս մասին X-ի իր հարթակում գրել է ամերիկացի ձեռնարկատեր եւ միլիարդատեր Իլոն Մասկը։ Իր հաղորդագրության մեջ Մասկը նշել է, որ Թրամփի անունը առկա է Էփշտեյնին վերաբերող փաստաթղթերում եւ այդ պատճառով այդ նյութերը երկար ժամանակ մնացել են գաղտնի։ Ժամանակն է բացահայտել իսկապես սենսացիոն տեղեկատվությունը։ Թրամփը հայտնվել է Էփշտեյնի ֆայլերում։ Ահա թե ինչու այս տվյալները երկար ժամանակ գաղտնի են պահվել։ Լավ օր եմ մաղթում, Դոնալդ Թրամփ, գրել է Մասկը։ Ուկրաինական հակամարտությունը ստանում է ճակատից այն կողմ կեղտոտ պատերազմի բնույթ, որը կարող է հանգեցնել Ուկրաինային կամ Ռուսաստանին օգնող երկրներին հարվածների, գրում է ամերիկյան The Washington Post թերթը։ Ուկրաինայի ներսում առաջնագիծը կլինի անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու դժոխային լանդշաֆտ, սակայն գաղտնի գործողությունները կարող են վերաճել ճակատից այն կողմ կեղտոտ պատերազմի, որն իր մեջ կպարունակի ավելի նպատակային սպանություններ, դիվերսիաներ եւ հարվածներ համապատասխանաբար
բնականաբար Ուկրաինային եւ Ռուսաստանին զենք մատակարարող երկրներին, ասվում է հրապարակման մեջ։ Թերթի տվյալներով Ուկրաինայում կեղտոտ պատերազմը նոր է սկսվում։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանին եւ դրանից դուրս հարվածները փոխում են հակամարտության բնույթը, որը մեղմացման նշաններ ցույց չի տալիս, նշում է Washington Post-ը։ Հունիսի 6-ին Երևանում Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի շրջանակներում անցկացվում է հայ-ռուսական միջտարածքային 10-րդ ֆորումը։ Ֆորումն առաջատար քննարկման հարթակ է, որը միավորում է Ռուսաստանի եւ Հայաստանի պետական մարմիններին, գործարար եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին եւ տնտեսական ոլորտի ամենամեծ եւ նշանակալի երկկողմ հանրային միջոցառումներից մեկն է։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսության վերսկսման համար։ Այս մասին Վալենտինա Մատվիենկոն նշել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, ես կրկին անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստան այցելելու հրավերի, հանձնաժողովների նախագահների, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով, ասել է Մատվիենկոն դիմելով Սիմոնյանին։ Մատվիենկոն նաև հավելել է, որ այս երկխոսությունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունները սկզբում անցկացվել են տետատետ ձևաչափով, տևելով նախատեսվածից նշանակալիորեն ավելի երկար։ Այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով, հայտնել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։ Մոտ ժամանակները սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների հարաբերություններն այժմ հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կատարվում են բարձրաստիճան պաշտոնյաների այցեր եւ մոտ ապագայում մենք ակնկալում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան, ասել է դիվանագետը։ Մայիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը աշխատանքային այցով Իրան այցելելու հրավեր ունի, սակայն այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Նրա խոսքով Ռուսաստանը բարձր է գնահատում իր գործընկերությունն այս երկրի հետ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի այցը պետությունների միջև հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի մի մասն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Ալեքսուս Գրինչևիչին նշանակել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության ղեկավար, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ ՆԱՏՕ-ն նաև համաձայնել է գեներալ լեյտենանտ Գրինկևիչին նշանակել գերագույն գլխավոր հրամանատար, ասվում է հայտարարության մեջ։ Նախկինում Գրինկևիչը զբաղեցնում էր շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործառնությունների տնօրենի պաշտոնը։ Ըստ Defense News-ի Գրինկևիչը Պենտագոնում ձեռք է բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոստումնալից գեներալներից մեկի համբավ։ Նա նախկին օդաչու է, որը թռչել է F-16 եւ F-22 կործանիչներով։ Գրինկևիչը նաև 4 տարի ծառայել է կենտրոնական հրամանատարություններում, օգնելով ղեկավարել Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերը Մերձավոր Արևելքում։ Գերմանիայում պետք է վերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնյա սոցիալական միության առաջնորդ Մարկուս Սյոդերը։ Նրա կարծիքով գերմանական բանակը պետք է ներդնի ժամանակակից սարքավորումներ եւ ավելացնի իր անձնակազմը։ Սրա պլանավորումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, գրել է Սոեդերը։ Միացյալ Նահանգները պետք է մեծ զգուշությամբ մոտենա Թայվանի հարցին եւ թույլ չտա անջատողականներին ներքաշել իրեն Չինաստանի հետ հակամարտության մեջ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Միացյալ Նահանգները պետք է զգույշ լինի Թայվանի հարցում եւ թույլ չտա, որ Թայվանում շատ փոքրաթիվ անջատողականներ Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին ներքաշեն հակամարտության եւ բախման վտանգավոր իրավիճակի մեջ, ասել է Չինաստանի առաջնորդը։ Սի Ցզինպինի եւ Թրամփի միջև զրույցը տեղի է ունեցել հունիսի 5-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքով երկխոսության հիմնական թեման առևտրային հարաբերություններն էին եւ ոչ ինքը, ոչ էլ Չինաստանի առաջնորդը չեն
խոսել ուկրաինական հակամարտության կամ Իրանի հետ ստեղծված իրավիճակի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Third Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր զրույցում քննարկվել են միայն առևտրային հարցեր։ Մենք ոչինչ չենք քննարկել Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Իրանի վերաբերյալ, գրել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով Սի Ցզինպինի հետ զրույցը տևել է մոտ 1.5 ժամ եւ շատ դրական է եղել։ Մայիսի 30-ին Թրամփը հայտարարեց, որ կկարողանա լուծել երկրների միջև առևտրային վեճերը Սի Ցզինպինի հետ զրույցից հետո։ Այդ ժամանակ նաև հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ներկայումս համակարգում են երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազրույցը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 7-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում հունիսի 8-ին 9-ից 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ից 7-ի գիշերը եւ կեսօրից հետո 9-ից 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ից 10 աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։